ասի կարող ար չգնի ձեր մոտ։ Եկեք կամով կոֆե խմենք։ Բայ։ Հա իրանք շուտ են խմում, ժամը 8-ից զարթնում են ու խմում։ Մերսի շատ։ Այ հիմա սերվոստներ ջան, դեմքով ձեզ բարի լույս ասեմ, ոնց նկատեցիք այսօր իմ առաջի սուրճը մենակ չեմ խմել, երեկ ասեցի չէ, որ մեր սենյակ մի տատի եկավ, սկզբից հենց գիտեի մամա երեխա են, հետո խոսալու ժամանակ հասկացա, որ տատի ու թոռ են ու չեք պատկերացնի ինչքան մարդ իրան լավ ազգան, որ չես պատկերացնում, օրինակ չեք պատկերացնում, ես ինչքան եմ ուրախանում ողջունելի է, էլի, երբ որ օրինակի համար տատին հարսին ազատում է նման խնամքից ու այնքան ջանասիրաբար, այնքան շնորհքով, այնքան հաճելի քաղցր անուշ մեղուշ բառերով, այն որ ասում եմ բրավո, հեռնակ տենց տատիներ շատ դգնեն, որովհետև ցավոք սրտի տատիներ ու բարեկամներ էլ կան, որ ասում են մեր ցեղին սենց երեխեն հարիր չի, հենց էլ են ասում, լսել եմ շատ դեպքեր էլի, ստեղ ինչ ասես լսում ես, ինչի ասես ականատես ես լինում, իսկ այս դեպքում ասում եմ բա ոնց է, երեք հրաժարվեցիք սուրճից, ասում է դե քեզ ծանոթ չէ, սենց նենց, հետո տեսա, որ լավ մամա ես, ասում եմ շնորհակալություն, տենց ասում ենք, խոսում ենք, շփվում ենք, օրներս անցկացնում ենք, սիրելի հետևորդներ, շոքա, շատ շոքա, շոքերն արդեն տեղին ընկել են, ոնց հասկանում եմ, մեր մոտ էլ է լավ շոք, շատ հավեսով շոքա, տաքացել է, առավոտ նստած ես կնոջ հետ սուրճ ենք խմում, հարևանուհիս զանգես ուր ես, երբ ես գալի, տեղը տերևում է, մեր մոտ էլ է արդեն շոկ, բան, սենց բաներ, ու անգամ լավ եմ ինձ զգում, որ իմ պակասությունը նկատում եմ, էլի, աննկատ չմնամ, դա մի ուրիշ հաճույքով, այդ տենց բաներ, հիմի երեկվա մասին եմ ուզում մի քիչ ասեմ, եկած ես վաղտից սկսած ուզում էի հայ առինջմոլ գնայի մալացի, ամի խոսքով խանութներ են, խանութները, որոնցից որ ես միշտ օգտվում եմ ու ինձ ինչ պետք է առնում եմ, երեկ էլ հերթը հասավ մալացիատոնավաճառին, դե գիտեի, որ ժամը 6-ից ինքը փակվում է, 45 րոպե ժամանակ ունեի, մտածեցի, որ հերիք կանի այդքանը, բայց թե շուկան մեծ է, դե որ չեմ կարալու, որ կետին, որ սովոր էի, հենց գնացի ինքը փակում էր, ասեց ուրբաթ օրն է, լավ բաներ ստանալու, դրանից հետո քայլեցինք, շրջեցինք, կարողացա էլի մի երկու բան գտնեմ, վերցնեմ ու եկանք սենյակ, շոքեր, տոթեր, հետ գալուց էլ դուրս եկա բանջարեղենի շուկան մտա, ասի այն թզաչիր են ասում, թե դեղցաչիր են ասում, տափակ դեղցին նմանվող, բայց ինքը սենց տափակ, լավ մեծ կլոր, միրգա մանր փոքր կորիզով, ասի կամ դրանից կլինի կառնեմ, կամ էլ նեկտարինա կլինի, այդ կառնեմ, ուրեմն մալացիայի տոնավաճառ, որ մտնում ես, հենց մուտքի մոտ, գիտեք, մրգեր են ծախում, մտեղ լավ ընտիր, խոշոր նեկտարինաներ կար,
900 դրամ առողջ լավ պինդ նեկտարինաներ էին, ասի չառնեմ ստեից հետս քաշտալով տանեմ, են որ շոքի հետ չես ուզում մի կիլոն էլ ավել հետը տարածիլն ես, դե ասի որ ստեղ կա, ընդեղ էլ կլնի ու կլնի, միտեղ հարցրի 1300 դրամ, երկրորդ տեղներ ինձ ճանաչեցին, ասում ինչ ես ուզում, սիրուն տիկին, ասում եմ նեկտարինը, ասում չենք բերում, թանկ ա, ու մտքումս ասեցի փաստորեն այդ մուտքի մոտի միրգ բանջարեղենը էժան ա, չէ որ ընդեղ ես 900 դրամով տեսամ ու նկատել եմ միշտ շարժ կա, առևտուր կա, ամեն ինչ էլ կա, հիմա այսօր Ալեքսն իր մի պարապունքն արդեն արել ա, երկրորդը չի անելու աշխատողը արձակուրդ ա գնացել, մարզանքի էլ դեռ ժամը չի, սիրելի հետևորդներ ջան, որ մարզանք անի, մարզանքի իր այդ ֆիզոյի պարապունքների ժամանակ, մասնիկ առ մասնիկ, մի րոպե տևողությունով, 2-կես րոպե, մի քանի վայրկյան, ինչը որ արել ամեն անգամ տարբեր կրճատ նկարահանել եմ, որ ընդհանուր տեսանյութ սարքեմ ու տեսնեք թե ինչքան շատ բան անում Ալեքսը, մեկ ասում եմ պասրակեսներ ես անեմ, ահագին առաջընթաց կունենամ, բայց թե դա ամեքի բանը չի էլի։ Հիմի այսօր մեր պարապունքներից հետո էլ ինչպես միշտ լավ ճանխի ես կրկրում այդքան շատ գնալու եմ լիմֆոդրենաժի Ալեքսին դեռ չեմ ասել իր քարտի ժամկետը պիտի երկար չգիտեմ էլ ոնց են անում թե ժամկետ են երկարացնում թե փաթեթ են առնում այդ չգիտեմ ոնց են անելու ինչ որ անելու ենք փակ շուկայում ենք անելու հմիկվանից որ ասեմ վա ինձ հանգիստ չի տալու հետո չգիտեմ այդ ժամին կաշխատեն չեն աշխատի ամեն դեպքում լիմֆոդրենաժից հետո 16 համարն եմ նստելու կամ հասնեմ փակ շուկա ու գործս ավարտեմ ու կանքսենյակ ուզմա շոք լնի ուզմա տոթ լնի էլ գնալու ոչ մի տեղի հավես չկա որովհետև պահա գալիս որ ուզում ես մնաս սենյակը մտուել ոչ միտեղ չգնաս ինչ եփել այսօրի հարցերը լուծել եմ 3 հավեսով համով հոտով ամառային ճաշ եմ սարքել մի մասը իրիկ բակում նստել ենք բալկոնում անուշարել են էլ այսօր հերիք ա դեռ մի բան էլ կմնա Ճաշնել են ճաշնա, որ կուզես սառը կեր կուզես տակ, նայած ով ոնց ա սիրում, օրինակի համար ես լավ տակ եմ սիրում, Ալեքսը հենց կիսագոլ ա սիրում։ Իրիկունը, ուրեմն տեսանյութի վերջում տեսած կրնեք, որ երեխեքը բալկոնում նստած սուշի էին ուտում, էդ էլ զույգերի մաման։ Պատիվ արավ Ալեքսին ու իր երեխեքին, տենց էլի, օրը մի բանով մեր մեջ ասած խաբում ենք, համոզում ենք, որ երեխեքը շոքին դիմադրեն, օրերը հետաքրքիր անցնի ու իրանք լավ զգան, սիրելի հետևորդներ ջան, ասեմ ձեզ, Այս դեղցերը այսենց միջին չափի ինչ է, բայց շատ համ-համով էին, համ քաղցր, համ էլ շատ առողջ էին, ինչը որ մեծ բան է։ Հիմա կոֆեն խմելուց հետո Ալեքսն էլ ասում այն համար ռոյալի բուեփի, իրան էլ էփեմ, բայց արդեն ասել եմ, մի պաչկեն 2-3 երբեմն 4 անգամ եմ էփում ու ոչ ամեն օր, այս վերջերում արդեն էփեմ, ընդեղ Սիլվան, որ մեզ քաղցր տոպրակ էր նվեր տվել, նրա մեջ էլ Grand Candy-ից կա, ինձ հետաքրքիր է,
ուզում եմ փորձած լինեմ, այ որ փորձեմ դուրս գամ, կարելի է գնացած Grand Candy բոմջիկանոցներում կլինի վաճառակետերում վերցրած, սիրելի հետևորդներ ջան, հիմա այս պահին այսքանը, ուզում եմ երեկվա նկարած վլոգներս մոնտաժեմ, կամաց տեղադրեմ էջում, տեսնեմ ինչ եմ արել, ոնց եմ արել ու որ հետո արդեն իսկ գործեր կան անելու, դրանք էլ վերջացնեմ ու գնամ տրենաժի, շուկայի մուտքի մոտ ձախ թևի վրա տեսանյութում ցույց եմ տվել, այնտեղ կա սպիտակեղենի տեղ, ժողովուրդ ինչքան լավ որակի բաներ են ծախում, չեք էլ պատկերացնի, գներն էլ հարմար, մատչելի, այն որ կարում ես սակար կեսել, խոսքի մի 1000-2000 դրամ իջացնես ու առնես, օրինակ իմ համար բլուզ վերցրի, սկզբից ասավ 10, քեզ 9-ով կտամ, հետո ասի իսկ 8-ով ու տենց վերցրի, բայց շատ լավն էր, էսա վաղը կհակնեմ, կտեսնեք, թե ինչքան սիրուն եմ, ես այդ գույների սիրահար եմ, գիտեք, այնպես չի, որ նոր բան եմ ասում, գիտեք, որ ես սիրում եմ խառաանուշ գույները, բաց գույները շատ եմ սիրում, այն երեք մալաթյա նավաճառում, քանի հատ լավ ընտիր բլուզներ էին առաջարկում սև գույնի, չկարողացա սևի հետ հարմարվեմ, շատ էլ ասում եք սազում է, այո, նկատում եմ, որ սազում էլ է, ախ, ես ինչ լավ սառաքան եկավ, բայց միևնույնն է, չեմ կարում հարմարվեմ, սիրելի հետևորդներ, չգիտեմ ինչից է, բայց չսիրեցի ես այդ սև գույնը, հոզորով չի, ճիշտ է, էլեգանտ գույնը, համարում են էլեգանտության նշան եւ այլն, բայց ես չկարողացա հարմարվել, ինչևէ, մի հատ լավ դեյրա, հա, մեր բարբառով ասեմ, դեյրա էի ուզում, չգտա, ժամանակս քիչ էր, շատ քիչ էր, տնամ, կարող է շաբաթօրը էլի գնամ, միգուցե, բայց թե կուզեի էլի, մի հատ լավ շորիկ առածիկների, այդ տենց բաներ, ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր, բայց մինչև այդ ուզում եմ այս համով թեղցը վայելեմ, գնացինք, հա Ալեքս ջան, մեր մոտորը այս հենց է շարունակվում, սիրելի հետևորդներ, կոնկրետ, շոքը խեղտում է, ոչ թե շոքը, այլև խեղտում է, սպային սենյակը մենակ ենք, Ալեքսը, այսա իրա կոֆեն է վայելելու, տենում եք ինչ է ջուր բաժակում, դու ես խառնելու, թե ես խառնեմ? Ես բաժանորդներին բարլույս չես ասում? Ասում շատ ջերի բաժանորդներ, ոնց եք լավ եք, ես լավ եմ, կգնամ Դավիթ մոտ պարապեմ շատ ջերի բաժանորդներ, հետո պարապեմ Լիլիայի մոտ ու կհանդիպենք 47-ի մեջ, ինձ 47-ի մեջ ընդդիմեք այս մամա, որ ես YouTube ունեմ։ Անպայման, դա քեզ բարի ախորժակ, բարի ժամանց։ Մերսի։ Տենց Ալեքսի սիրտը շահեցինք, այս հենց եղանակա, ես դրանը չեմ ձգում, վազեմ վինտիլյատրի առաջ, վինտիլյատրից էլ հիշում եք, չէ սիրելի հետևորդներ, այն տարին եմ ոնց էի հիվանդացել, ճար չունեմ, այս հետիս կինը երիտասարդ տատի է, էլի 60 տարեկան թորանն ա բերել, ասում այ բալաջան, սաղ իրիկուն մեղկս եկավ է, ախր այդ վինտիլյատորը հենց քու վրայա փչում, ասում եմ, եթե չփչի կմեռնեմ, օդես չի հերիքի, շունչս կկծրի, ասում եմ, բայց քու առողջությանը վնաս է, ասում եմ, գիտեմ, կերել եմ, հիվանդացել եմ ամիս ու կեսով, բայց թե կոպիտ ասած
բան չմնաց, այստեղ տրամադրությունս բացվեց, երևի նկատեցիք, առավոտը շատ ընկճված էի, նեղվում եմ, շատ նեղությունս գալիս է, այս շոկի հետ որ չես ձգում, մազերդ կապում ես սպիտակներն, ասենց աբադոկի նման երևում, հենց այս սպիտակները տենում եմ, ասում եմ վսյո, գնում եմ գունաբացելու, հետո ասում եմ, բա որ մարդ ես էլի, այդքան փողը տաս, գունաբացես ու դուրդ չգա, ինչ անես էլի, սև անես, այսքանի վաղտա կոնկրետ ինքս իմ հետ կռիվ եմ անում, բայց թե սպիտակներն էլ բոլորս գիտակցում ենք, քանի գնա շատանալու է, նենց չի, որ այսքանով մնալու է, ու ինչի ուրախացա ու սենց տրամադրությունս բացվեց, հիշում եք, որ ասում էի, ահան վիդեոս ընկավ, մի րոպե կարգավորումները տամ, հիշում եք սիրելի հետևորդներ, որ ասում էի, բան եմ արել, գնանք Ալեքսի կոշիկի հետևից, երեք ստեղ աղջիկները մի ուրիշ տեղ էլ ցույց տվեցին կոշիկի ավելի մատչելի տարբերակ, բայց ես արդեն դե պատվիրել էի, հետ կանգնելը չէր լինի, կա որ ասենք պետությունից կարող մեզ մի հատ վերցնես, բայց այդ մի հատը շատ քիչ է էլի, ինչև է, մի մտածում էի ինձ ասել էին ամսի 3-ից հետո, բայց եկեք տեսեք, որ զանգեցին ասին կոշիկը կա ու մինչև դրենաժի գնալը փաստորեն պիտի գնամ Կոմիտաս, այդ Կոմիտասի խցանումներից շատ եմ վախում, որովհետև անբացատրելի ձևով խցանում առնում Կոմիտաս ու տեղից պետքա սպասեմ այնքան, մինչև 52 գա ու ես գնամ հասնեմ պուլս մետ ու չգիտեմ այսօր քանի ժամ կոպիտ ասած փողոցներում կմնամ, այսօրվա արևը տենալով մտքումս պլանավորել էի, որ շուտ գնամ դրենաժի, հետ գամ Փակ շուկա ու ուղիղ Սենյակ, որովհետև այդ արևի ճառագայթներից կարանք էլի սիրելի հետևորդներ տեղին վնասվենք, արևահալվենք, մի խոսքով վիրուս, ընչի չէ նաև փորլուծություն, ամոթ չի դա բարձրաձայնելը, ես չեմ ուզի, որ այս վերջի պահերին տենց ինչ-որ թե մի բան լինի մեր հետ, դրա համար ասում էի շուտ կամ են էլ տեսեք, որ Աստծո գործերն անքննելի են, իմ պլանները լրիվ ուրիշ է, օրվա պլաններն էլ Աստծո կողմից ներկայացվելիք լրիվ ուրիշ, հիմա մեզ մնացել է մարզանքներից ֆիզոն, պարապմունքներից ֆիզո ու մեկ էլ մի պարապմունք էլ ունենք, ոնց հասկացաք Ալեքսին ոգևորելու համար, այս կոֆեն եմ տալիս, այդ երկրորդն որ խմել է, դեռ այսքան էլ կա, ինչ եկել ենք ստեղ, ահան, որ էդ էլ դե պետք է մի ձև ոգևոր ես vocation չես, որ կոպիտ ասած երեխի զահլեն չգնա, հիմա մեր Քրիստինեն ազանգում տեսնեմ ինչ ասում։ Սեյվազարներ կգնան կոշինաս վերցնել և հանդիպեք ճանապարհի մեջ ուշացիների լաժանողներ ջան։ Մենք եկել ենք Կոմիտաս Ալեքսիս կոշիկի հետևից հետոնով կգնամ ինֆոդրենաժ չի գնա Ay şok aşağı. Չէ, սխտորի ֆիլով թթու են սարքում Ալեքս ջան։
Հա։ Բաժանորդեր, սիրելի հետևորդներ, ում հետ որ չեր մտեի գնացել, են տարիքը հիշեք, հենց էլ հավեսով գնաց, ոյ շատ աշոք, ոչ ինչպես կգրմա, Պահպանական եք, որ չարմանա։ հետ գալուց բայց ալեքս, համի գնանք վեր ունենք, կոշիկները հետ գալուց, կվերցին, ահա սիրելի հետևորդներ ջան, վերցրեցինք Ալեքսիս կոշիկը, բայց պուլս մեդից լավ ուշացանք, տաքսին եմ նայում, տարիֆը լավ բարձր է, ուրեմն ինչ պիտի անեմ գնամ Կոմիտաս, 52-ը նստեմ, երջանիկ պատահականությունով ու գնանք դեպի պուլս մեդ, ճիշտ է ժամս 4-ն է, նշած իրա մոտ, բայց օրինակ երեք լավ էր էլի, շուտ գնացի, հերթել չկար, լավ եղավ, այսօր ոնց որ հակառակ, բայց թե դա, ունենք են ինչ ունենք, գնաց, Ալեքսը շուտ տանենք, ահա, հետևորդներ չան, Ալեքսը զարմացել է, թե մենք գնում ենք փակ շուկա, ինչ անենք, գնում ենք քարտակ դուզելու գործ կա, դուզենք, Ալեքս ջան, Իմը, ահա, բայց որդին իրանց ասիս իմ հապսերից բանան։ հա, Ջոն, հետո աղջիկների հետ պետք է հանդիպենք, իջնենք Ռասիա, խանութներով, շատ չենք ազալվում, գնում ենք քարտս փոխելու, բայց իրանց ենք ասել, որ դիցքավորում է դնում, հա, գնացի, և գնում ենք քարտս փոխելու, շատ սիրելի բաժանորդներ ջան, գնացինք։ հակերանք, այսպես խանութ, ահա, սերի հետևորդներ կան, ծաղիկները ձերներս, սպասում ենք 24-ը կա, կան սիրում են, եղանակը մի քիչ հողացել է, Դարելա, սպիտակը լավն է, եկեք համոպկով պեխնենք, ես իրիկ վահովի հետ, հավեսով, ախ, ես հովը իմ սրտից էր իսկական, անդքում իրքը վեր կալ, ախպեր, գնասենյակ, հինչի, Ալեքս, կեղտեղցը, չէ, ինքը ուզում է զբաղվի, չէ, ան, գնասենյակ, հա, բայց դուք գիտեք, որ ես ինտեղ չեմ սիրում, ինքը սառնանի բաներ չի սիրում տիկին գոհար, բայց ես ինձ սարնանի բան չեմ սիրում,